Ակնարարված, որն էր մեր դասը, մենք ճանաչում ենք, չէ՞, սննդամթերքների խմբերը։ Սննդամթերքների ինչ խմբեր ենք մենք հիշում։ Մարիա, լոբազգիներ, արեն, մսեղեն, այո, էլ ինչ խմբեր գիտենք սննդամթերքների։ Կաթնամթեր, ձեր նշած սննդամթերքները։ Մենք ինչու ենք օգտագործում, առհասարակ ինչու է մարդը սնվում։ Գեղեցիկ եք բացատրում, Գրաչա։ Մայա։ Էներգիա անել, այս կերպ էներգիան ինչի համար է մեզ պետք։ Հա, Սամվել, մեզ էներգիան ինչի համար։ Կորոնագործի ժամանակ կամ դասի ժամանակ ցանկացած վայրում չթուլանանք, այո, կարողանանք սովորել, մտածել, ոչ միտեղ չցավա, շատ ապրես, մեր իջատն ինչ կասես։ Այո, ոչ չթուլանանք, երեխաներ, իսկ էլ ինչի համար ենք մենք սնվել իրանում։ Աճենք, մեծանանք, այո, շատ ապրենք։ Արեն։ Մարդու ստեղծել են Մարդու սնվելու կարիքին, այո, չեն կարող չուտել, բայց արդյոք նշանակում է, որ ինչ էլ ուտենք, առողջ լինենք։ Ոչ, Դերքով ենք պատասխանում, ով են խոսիր։ Կանյա։ Ոչ։ Ինչու։ Դրամար կար ուտելիքներ, որ վնասական են։ Այո, կան ուտելիքներ, որոնք մեզ վնասում են։ Մի հատ այսպիսի հարց եմ տալիս, այրաջանստիր։ Մտածում եք նոր եք պատասխանում։ Իսկ հնարավոր է, որ մենք ուտենք առողջարար սնունդ, բայց հիվանդանանք։ Մտածում եք։ Հնարավոր է մենք ուտենք առողջարար սնունդ, պատասխանի բայց հիվանդանանք։ Այսինքն ինչ-որ մի կանոն չպահպանենք, և հիվանդանանք։ Ո՞վ է ուզում խոսել, Մարիա ջան, ասա։ Առողջարար սնունդ ուտենք, օրինակ միշտ բանջարեղեն ուտենք, բայց հիվանդանանք։ Որ դեպքում է դա հնարավոր։ Ասա Մարիա։ Պետք է ժամկետին նայել, Այո, ժամկետին նայել։ Էլի կարևոր պայման կանալի է։ որ խանութից գնում ենք, պետք է անպայման լվանանք։ Շատ ապրեք, պետք է լվանանք, չէ՞ որ։ Իսկ ինչպես են լվանալու մտքերի, Արեն ջան, միշտ ձեռքից ստացող։ Մտքերի բաժարեղենները ինչպես են լվանալու, Արեն ջան։ Շատ ապրեք։ Երեխաներ, եկեք մտածենք, ինչը կարող է լինել առողջ, կամ ով կարող է լինել առողջ, ձեռքով, աշոտ, Քնձոր, առողջ, ինչը կարող է լինել Կարում առողջ։ Իսուսը մարդ է, Արման, կենթանիները, Բույսերն էլ կարող են առողջ լինել, չէ՞։ Ահա, բույսերը։ Էլ ինչը կարող է առողջ լինել։ Էլ ինչը կարող է Արեն ջան ասա։ ուտելիքը, Այո, սնունդն էլ կարող է առողջ լինել։ Ահա։ Եվ մեր այսօրվա դասի թեման հենց առողջ սնունդն է։ Մենք պետք է այս դասի ընթացքում ծանոթանանք, թե որ սնունդն է համարվում առողջ, այսինքն որ սննդատեսակներն են օգտակար, որոնք են վնասակար, պետք է կարողանանք դա տարբերակել։ Եվ այս դասի ընթացքում մենք նաև կսովորենք առողջ սնվելու կանոնները։ Նաև դեսեր միասին կկազմենք առողջ ափսեր, կհասկանանք առողջ ափսերը ինչ է իրենից ներկայացնում և ինչ պետք է մենք օրվա ընթացքում ինչ և ինչքան պետք է օգտագործենք, որ մենք էլ լինենք առողջ։ Եղավ երեխաներ։ Դիտենք հետաքրքիր տեսանյութեր, մուլտֆիլմեր, ու վերջում արդեն կգնահատենք դասի ընթացքում ստացած գիտելիքները։ Հիմա մենք ամեն օր ինչ-որ սննդամթերքներ ենք օգտագործում, ճիշտ է։ Առավոտյան նախաճաշում ենք, չեք նախաճաշում, չեմ նայած ով ինչպես, բայց ճաշարանում պարտադիր ճաշում ենք, չէ՞։ Գնում եք տուն, էլի սնվում եք, երեկոյան քնելուց առաջ իջնում եք, բայց արդյոք ձեր օգտագործած սննդամթերքները օգտակար են և առողջարար են, այդ դեռ ամբողջովին չգիտենք։ Որպեսզի հասկանանք, որքանով ենք դա լավ պատկերացնում, Սուրենը կգնա մթերային խանութ, գնում է
կատարելու։ Վերցրու զանգուղը։ Եվ քո գնումները կատարիր ինչի ճարակված։ Ես կպահեմ, դու արագ քանի գնի։
ճիշտ ծվելու 3 կանոնները։ Առաջին կանոնը նշում ենք, ինչ ժամը քանիսից հետո չուտել։ 7-ից հետո երեկոյան ժամը 19-ից, այսինքն ժամը երեկոյան 7-ից հետո աշխատել չուտել։ Ինչու պետք է այդ ժամին չուտենք։ Ինչու պետք է այդ ժամին չուտենք։ Սիրանուշ։ Որովհետև մենք քնի չենք։ Այո, արդեն երեկոյան ժամերի մենք շատ էներգիա չենք ծախսում, չէ, այնքան ինչքան օրվա ընթացքում եւ մեր կերած սնունդը չենք հասցնի լիարժեք մարսել, այո, եւ դա կարող է խանգարել քնին։ Այն ինչ որ ամեն օր մենք դա օգտագործում ենք, չէ, աղը, շաքարավազը, դրանք եւս օրգանիզմին վնասում են, հետեւաբար պետք է հնարավորինս նվազեցնենք, չէ, երեխաներ։ Նաև պետք է սահմանափակենք թթու, աղիք, սննդատեսակները, չէ՞ սննդական։ Հիմա երեխաներ, մեր խոհարարի ուսում կան, չէ՞ այլ խոհարար։ Պետք է խոհարարը մեզ համար ստեղծի առողջ ափսեր, դեր հիշենք, ինչ պետք է լինի առողջ ափսերին։ Պետք է առողջ ափսերի ուղիղ տեսուկ, լինել մրգեր եւ բաժարաններ։ Ահա, իսկ մյուս հատվածներում ինչ է պետք է լինել։ Ասարմա, այս մյուս մեկ քարոտ հատվածում։ Մենք պետք է լինել ընձեղեն, հացեղեն, ծավալերեն։ Ապրես, մյուս մեկ քարոտ հատվածում։ Մյուս մեկ քարոտ հատվածում պետք է լինել հացեղեն, մսեղեն եւ կաթնա մթեր։ Հիմա օգնականը պետք է աշխատի այս հատվածում, այստեղ, մտերն պատամոթենք այս հատվածում խոհարարներ մրգերն ու բաժարները։ Հիմա ես ուզում եմ հրավիրենք մեր փորձագետներին, ովքեր տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրություններ են կատարել եւ սննդամթերքների մասին հետաքրքիր փաստեր անունացրել։
խորհուրդ կտաս ընկերոջ։ Հաճա, ընկերներին ինչ խորհուրդ կտաս նվելու հետ կապված։ Ուրվատ բաներ չուտել, առողջորը բաներ ուտել, շատ մրգեր ուտել ու բաներ։ Որ ուտելիքներից խուսափել։ Ինչ ուտելիքներն են վնասակարգին, չիպսեր, գազով հյութեր, ընկերիքներ, շոկոլա, շատ ապրեսնստի, այո, շատ կապտեր չիչարա, շատ